Տիգրան Ավինյանը ինչպես նա է հայտարարել, որ փողի գողը գողա, հողի գողը գող չի, հրապարակային հայտարարում եմ Տիգրան Ավինյանի հայտարարության համաձայն եւ իր անգործությունների համաձայն Տիգրան Ավինյանը հողի գող է։ Բլոգեր եւ հանրային գործիչ Արտուր Չախոյանն այսօր դեկտեմբերի 17-ին հերթական սկանդալային բացահայտումն արեց ՀՀ գլխավոր դատախազության դիմաց։ Իր մշտադիտարկման հերոս քաղաքապետ Տիգրան Ավինյանի անգործության վերաբերյալ։ Անգործությունը բլոգերի բնութագրումն է, ինչի համար հիմնավոր մի շարք փաստարկներ ներկայացրեց մեր համաքաղաքացիներին։ Տիգրան Ավինյանի անգործության հետևանքները ամենուր են եւ չպատճառաբանված, ինչը անուղղակի կերպով հուշում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Չախոյանի խոսքով հաղորդումը վերաբերվում է Կասկադի անավարտ հատվածի կառուցման իրական պայմաններին, քաղաքապետարանի կողմից հնարավոր արտոնությունների տրամադրմանը, ինչպես նաեւ նոր վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված շինարարությանը։ Քաղաքապետարանը հաղորդման վերաբերյալ խուսափեց մեկնաբանելուց, նշելով, որ ավելի ուշ հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ։ Լրագրողների հետ զրույցում Չախոյանը նշեց, որ ԶԼՄ-ներում հրապարակված առերևույթ հանցանքի մասին նյութերը բավարար հիմք են քրեական վարույթ նախաձեռնելու համար, հավելելով, որ ինքը կներկայացնի փաստեր, ոչ թե կսահմանափակվի հայտարարություններով։ Մոտ 2 ամիս առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որը վերաբերում է նորոգ վարչական շրջանի Բաղյան փողոցի 2/5 հասցեում իրականացված ապօրինի շինարարության եւ համայնքային հողազավթման դեպքին։ Երևանի քաղաքապետարանից պաշտոնական գրությամբ ինձ հայտնել են, որ տվյալ աշխատանքները կատարելու համար կա շինարարական թույլտվություն։ 1 տարի անց մի տարի անցել արդեն շուկան կառուցվել է, ու արդեն ես բացահայտել եմ, որ դա ապօրինի է եղել, Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են առանց շինթույլտվություն։ Նրա գնահատմամբ քաղաքապետարանը պաշտոնական գրությամբ իրեն տրամադրել է կեղծ տեղեկություն կանխելու համար իրավապահներին հաղորդում ներկայացնելը եւ շինարարության դադարեցումը։ Վերջինս նաեւ ընդգծեց, որ նույն իրավական հիմքերով նախկինում ձերբակալվել է Գյումրի համայնքի ղեկավարը, նկատելով, որ տարբերությունը քաղաքական պատկանելության մեջ է։